Բարի լույս, բարի օր, իմ բարի լավ բաժանորդներ ջան, թող ձեր օրը լցվի բարությամբ, խաղաղությամբ, թող բոլոր մարդիկ առողջ և անհոգ ապրեն։ Սիրելի հետևորդներ ջան, դուրս եմ եկել պատշգամբ, եղանակը տեսնելու որոշեցի ձեզ հետ կիսվել և ասել, թե մեզ մոտ այսօր ինչ եղանակ է։ Մեզ մոտ ցուրտ, մառախլապատ, ամպամած և մանր ձյուն է տեղում, վատ եղանակ է։ Իսկ հիմա գնանք ներս, որովհետև ներսում տաք է, ջերմություն կա և լավ տրամադրություն կա։ Սիրով ձեզ եմ ներկայացնում, կներեք երաժշտությունը անջատած է, որովհետև այդ երաժշտությունը չէր թույլատրվում, որ տեղադրեի YouTube կանալում։ Իսկ հիմա վայելեք սիրելիներս, գիտեմ, որ բոլորդ էլ շատ սիրում եք իմ չքնաղ գեղեցկուհի Հայհուհուն, իմ Մարինեիս։ Սիրելիներս, սիրով ցույց տվեցի այսօրվա մեզ մոտ, թե ինչ եղանակ է, եղանակի տեսությունը, ցույց տվեցի նաև գեղեցկուհի Մարինեիս պարը, իսկ հիմա որդիս աշխատանքից վերադարձել է և գնումներ է կատարել, ուզում եմ սիրով ցույց տալ ձեզ գնումները։ Սիրելիներս, ուզում եմ հերթական գնումները ձեզ ցույց տալ, թե ինչ է գնել որդիս այսօր, մինչև հարսս կոֆեն կպատրաստի, որ խմենք, նոր են եկել աշխատանքից, ես գնումները սիրով ձեզ ցույց կտամ։ Սկսենք հացից, հայկական մատնաքաշն է մեր, ասեմ, որ մի կտոր արդեն համտեսել եմ, շատ համեղ են։ Մարինե ջան, տար։ Ձուկ է գնել, մեր հայկական իշխանն է, 3 հատ։ Գնա թասվեր, Մարինե ջան, ձուկը դնենք թասի մեջ և տանք։ Ձուկն էլ վերնենք, նոր անցնեմ մյուս պակետները բացեմ, հերթով ցույց տամ, թե ինչ գնումներ է կատարում։ Ասեմ, որ ականջները հանած է, փորերը մաքուր է, մաքրած է, մնում է լվանալ և տեղավորել։ Սրա մեջ տար։ Գնել է 2 հատ խոհանոցային անձեռնոցիկ։ Երեք հատ մազիներ, պալետ։ Տեսնում եք ինչ որդի ունեմ, մեզ համար գնում է անգամ մազիներ։ Շատ լավ ներք է պալետը, ասեմ, որ մենք հավանում ենք, չգիտենք, դա էլ ըստ ցանկության է։ Մեր մազերի լավ է։ Հələ ինչ խնձոր է, ոնց որ դեմիրճան խնձոր։ Տանձ է, մեր անտառային գեղեցկուհու նման, շատ համեղ է, միշտ գնում է համեղ տանձերից։ Նարինջ, ապերսին է, չէ, մանդարին է, կներեք, մանդարին է, Մարոկոյի մանդարինն է։
Այս մանր խնձորներն էլ են երեխաները շատ սիրում, շատ քաղցր համեղ խնձոր է, շատ համեղ է, այստեղ ապելսին, նարինջ, գրեփֆրուտ, և կիվի, սիրելի հետևորդներ ջան, կիվի շատ օգտակար է, օգտագործեք, թե ճնշման հիվանդների համար, շաքարային դիաբետի համար, աղիքային հիվանդության համար, ամեն ինչի համար կիվի միրգը շատ օգտակար է, գնեք և դուք էլ օգտվեք, կերեք, առողջության համար լավ, ես հիմա սա հավաքեմ մրգերը, լցնենք տոպրակը, թող հացը ստեղավորի, նոր մնացածը շարունակենք, հերթով, սա մրգերը, բավականին միրգ, այս ընթացքում մինչև տեղավորի, ես էլ կոֆեն կխմեմ, ներկերն է կամ թողվեցնի, անձեռնոցիկների հետ, հիմա շարունակենք, սա էլ չեկն է վերջում, սովորական ամեն օրվա անձեռնոցիկ է, սա ականջ մաքրելիք է, այստեղ շամպունների տեսականի, հիմա բացենք, տեսնենք ինչ շամպուն է, ավելի լավ, խոզանակներ, ամեն անգամ միշտ գնում է, փոխում ենք շուշուտ, չի կարելի մեկ խոզանակով երկար ժամանակ ատամները լվանալ, սա խոզանակ, շամպուն, շաումա, սա եմ շատ հավանում, շատ լավ շամպունն է, միշտ առնում է որդիս, ինձ շատ դուր է գալիս, շատ անուշ հոտ ունի և լավ լվանում է մազերը, սա էլ օճառ է, ձեռքերը լվանալու, այստեղ գնել է, կանանչ գարող երկու բան կա և քաղցր կուկուրուզ բոնձիոլ ֆիրման է, շատ համեղ է, երկուսն էլ համեղ են, երկու ֆիրմաներն էլ, սա չգիտեմ ինչ ֆիրմա է, կանանչ գարողը, հա, գլոբուս ֆիրման է, իսկ սա բոնձիոլ, մակարոն, ոս, մանր վերմիշիլ, այս ֆիրմայի մանր վերմիշիլը շատ ընտիր փլավ է լինում, չի կպչում, ընդհանրապես ձվով է պատրաստված, դրա համար չի կպչում իրար, սա է սպագետի, հիմա սա է Մարիկա ջան, արի հավաքի, հաջորդը կոֆեն խմենք, Так, Маня, вот սրանք էլ, ինչքան էլ առնես, միևնույն է չի բավականացնում, ոչ շամպունը, ոչ օճառը, ոչ էլ ատամի պաստան, սրանք էլ վերցրու, հիմա այստեղ տնանք, լապշա է,
Արևածաղիկ, սեմուշկա, երկու կաշկա, սպիտակներից է, աղի, գարող, նորից մակարոն, տարբեր տեսակի է, նախշան երկու հատը, ուստեղը այսպես գեղեցիկ բանջիկներով մակարոն է, նորից ձվով պատրաստված է, շատ լավ է ստացվում, մանավանդ սխտոր մածուն է, կեֆիր է պրաստակվաշնի, թթվասեր, йогуртներ նեժնի, սա էլ ֆրուկտի, սա շակալատնի կարակ է, թեյի համար երեխաներին, մեծերն էլ են ուտում, պամիդոր կա, տոմատի մածուկն է, նորից թթվասեր, սա էլ իկրա է արհեստական, կլասիչսկի, նորից համեղ է, օգտվում են, ուտում են, ես չեմ սիրում, բայց տան անդամները սիրում են, միշտ գնում են, կա թե ադբորնի, տվարոժնի սիր է, շատ համեղ է, ես ամեն առավոտ ուտում եմ, կարակ, սոուս է սիրնի, սա էլ սովորական կարակ է, 82%, նորից յոգուրտ, այստեղ ինչ է, մայանեզ, սիրնի նեժնի, այս պակետին, սոպրակին, կարմիր և սպիտակ իկրա է, ճիշտ է, ես չեմ սիրում, բայց տան անդամները շատ սիրում են և միշտ օգտվում ենք, սա իկրաներն են, շատ օգտակար են օրգանիզմի համար, խտացրած կա թե, ռագաչև, շատ համով է, միշտ օգտագործում ենք, թե խմորեղենների մեջ, թե երեխաները ուտում են, շատ համով է, սա է սլվիչնի նեղ երշիկներ են, պապամոժը, միշտ հարցնում եք ինձ, որ ֆիրմայից եք օգտվում, ինձ շատ դուր է գալի, հաճելի է այս ֆիրմայի նրբ երշիկները, շատ համեղ են, իսկ սա բժշկական, դոկտորսկի երշիկ է, ցարիցինո, սա էլ է լավ համեղ, սա կապչունի երշիկ է, չեմ կարող կարդալ, շատ մանր է, անգամ ակնոցով չեմ կարող անունը կարդալ, միշտ առնում ենք համով է, խոլ ու կապչունի սերվիլատ է, ավստրիսկի, այստեղ կեչուտ է, լեչո է ավելի ճիշտ, կալբասնաներ են շաշլիչնի, պերերիվի համար, ընդմիջման համար հարմար է, որ տապակես և ընդմիջմանը տանես, նույնն է երկրմաններ, սա էլ պիլմինի է, կլասիչսկի, սիբիրսկի կոլեկցիա, շատ համեղ մանր պիլմինիներ են, շատ մանր չի միջին, մենք միշտ պատրաստում ենք խնկալի տնական, բայց մեկ-մեկ էլ վերցնում ենք, երեխաները սիրում են, երկու պակետ,
Այստեղ նորից կուպատի է, կալբասաների նման կուպատի է։ Երկու Ցիպրյոնը կե, սիրելիները շատ լավ տապակա է լինում, հավ է։ Սա լեչո է, ասացի սիրելիները, սա էլ կեչուտ է։ Երկուսն էլ համեղ են, գնել ենք մի քանի անգամ։ Համով է փլավների, կարտոֆիլի հետ։ Կոֆեն էլ խմեցի, վերջացրեցի սիրելիներ, սրանք էլ չեկնել։ Միշտ սնունդը գնում ենք Արշան խանութից։ Համ մեզ մոտ է գտնվում Արշան խանութը, համ էլ հարմար է Արշանից գնումներ կատարելը, շատ մատչելի է։ Այսքանը սիրելիներս, մնաց տեղավորելը, ամենադժվարը, որ տեղավորում ես ամեն ապրանք իր տեղը, լվանանք, մաքրենք, որը վերմիշիլ մակարոնը բացենք, լցնենք ամանների մեջ։ Հիմա այսքանը ուզեցա ձեզ ասել, գնումները, թե ինչ ենք գնել։ Սիրելիներս, հիմա վեր կենանք և հարս ու կիսուր դասավորենք։ Տեսնենք ինչ ենք այսօր պատրաստելու։ Սիրելիներս, գնումները տեղավորեցինք, հաց կերանք, հավաքեցինք, մաքրեցինք, հարսս որոշեց այսօր պատրաստի գազարով, կանաչ բողկով, համեմունքներով, կորեական շատ համեղ աղցան։ Հիմա բողկը քերիչով անցկացնում է, հատուկ քերիչ է, որը նախատեսված է կորեական աղցան պատրաստելու համար։ Այսպիսի բարակ, երկար, գեղեցիկ, հավասարաչափ ձողիկներ է պատրաստում այս քերիչը, հանում է այսպես երկար։ Բողկը քերելուց հետո սիրելիներս աղ կցանի, բերանը կծածկի, կթողնի, որ բողկի միջի դառնությունը, կծվությունը, տհաճ համու հոտը դուրս գա։ Հիմա բողկը կվերջացնի, կանցնի գազար քերելը։ Բողկը ավարտեց, մի քիչ էլ կադրից դուրս գազարն է քերել, տեսնում եք երկար, ձողիկների նման, գեղեցիկ, հավասարաչափ քերում է։ Գազարն էլ քերել վերջացնի, նորից աղ պետք է անի, համ գազարը աղ որ ցանես կփափկի և իր միջի ջուրը դուրս կտա։ Գազարն էլ քերիչով անցկացրեց, վերջացրեց։ Հիմա տեսեք ինչքան լավ հավասարաչափ դուրս եկավ։ Հիմա պետք է գազարի վրա լցնի մի փոքր աղ։ Համ գազարը կոշտ է, չէ, կթուլանա, համ էլ իր միջի ավելորդ ջուրը դուրս կտա։ Լավ խառնում է։ Անցել է 10 րոպե, տեսեք գազարը թուլացել է, փափկել է և մի փոքր էլ ջուր է դուրս տվել։ Իսկ հիմա նայենք կանաչ բողկը։ Կանաչ բողկն էլ նորից բավականին ջուր է դուրս տվել։ Հիմա կանաչ բողկը պետք է սառը ջրով լավ լվանա։
լվանում է սիրելիներս, որպիսի դառնությունը, չէ որ բողկը տհաճ հոտ ունի, համ ունի, որ այդ համ ու հոտը չգա աղցանից։ Կլվանակ կլցնի քամիչը և կքամվի, նոր արդեն կսկսի ավելացնել համեմունքները։ Հիմա բողկը լավ ջրքամվել է արդեն, պետք է ձեռքով լավ սեղմի, լրիվ ջուրը քամվի, որ ջուր չմնա բողկի մեջ։ Բողկը արդեն պատրաստ է, գյազարը պատրաստ է, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք գյազարն էլ փափկել է և պատրաստ է։ Հիմա բողկը միացնում է գյազարին։ Մի լավ խառնում է, որ հավասարաչափ խառնվեն իրար։ Գյազարը բողկը խառնելուց հետո արդեն պետք է ավելացնի համեմունքները։ Լցնում է գյազարի բողկի վրա 1 թեյի գդալ կարմիր քաղցր աղացած պղպեղ, 2 թեյի գդալ հատուկ կորեական աղցանի համար նախատեսված համեմունք, սև աղացած պղպեղ 1 թեյի գդալ թեթև և 3-ից 4 ատամ հատիկ սխտոր։ Աղ չի լցնում սիրելիներս, որովհետև գյազարը և բողկը քերելուց հետո ավելացրել էր արդեն աղը։
Լցնում է բալզամիչսկի ուքսուս 2 ճաշի գդալ։ Լցնում է նաև սովորական 6 կամ 9%-անոց 3 ճաշի գդալ խնձորի քացախ։ Համեմունքները լցնելուց հետո սկսում է մի լավ խառնել, որպեսզի բոլոր համեմունքները համեմվեն և մեր աղցանին համեղ համ ու հոտ տան։ Գազօջախին տաքացրել է 100 մգ բուսայուղ և լցնում է աղցանի վրա եռման վիճակում ու նորից լավ խառնում է։ Ցույց է տալի, տեսնում եք ինչքան նուրբ գեղեցիկ աղցան ստացվեց, հասարակ բաղադրիչներով, միևնույն ժամանակ շատ համեղ աղցան ստացվեց։ Հիմա գդալով էլ կխառնի, տարան մեծ է, կտեղափոխի փոքր տարայի մեջ, 2-ից 3 ժամ պետք է աղցանը հանգստանա, որ բոլոր բաղադրիչները, համեմունքները համեմվեն և շատ համեղ աղցան ստացվի։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, ձեզ հաճելի ուրախ երեկո եմ մաղթում։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ, եղեք առողջ և օրհնված։